Կարծում եմ բոլորս էլ գիտենք Փախուստ Շոուշենկի պատմությունը, ծանոթ ենք Էնդի Դյուֆրեյնի եւ իր հետ կատարվածի հետ։ Նրան դատապարտեցին 2 ցմահ ազատազրկման, մի հանցագործության համար, որը նա չէր գործել։ Նա կրեց իր պատիժը Շոուշենկի բանտում, սակայն 20 տարի անց փախուստ կատարեց այնտեղից։ Ֆիլմում Էնդի Դյուֆրեյնի մասին պատմությունը մենք լսում ու իմանում ենք Ռեդի աչքերով։ Ես հասկանում եմ, թե ինչու ոմանք նրան տանել չէին կարողանում։ Նա շատ հանգիստ էր։ Քայլում ու խոսում էր այստեղի համար անսովոր ձևով։ Կարծես զբոսայգում անհոգ զբոսնող անցորդ լիներ։ Ասես հակին կախարդական թիկնոց ունենար, որը նրան պաշտպանում էր ամեն տեսակ փորձանքից։ Էնդիի բանտ գնալուց մինչև փախուստ եւ ֆիլմի տրամաբանական ավարտ այդ պատմությունը մեզ պատմում է Ռեդն իր տեսանկյունով։ Ահա հենց այս սյուժետային առանձնահատկությունն ինձ համար խթան հանդիսացավ ու մի շարք հարցեր առաջացրեց։ Եթե այս ամբողջ պատմությունն Էնդի Դյուֆրեյնի մասին էր, հեղինակի ինչին էր պետք, որ այն մեզ պատմի Ռեդն իր աչքերով, կամ ինչի Էնդիի փախուստը չդարձավ ֆիլմի տրամաբանական ավարտը, այն միայն եղավ Ռեդի վերջին որոշումից հետո։ Փախուստ Շոուշենկից ֆիլմի թեորիայի հարցն այն է, ում մասին էր այս պատմությունը։ Էնդի Դյուֆրեյնի, որ 20 տարի նստեց լինելով միակ անմեղը, թե Էլիս Ռեդինգի Ռեդի, ով միակ մեղավորն էր այնտեղ։